Ձեզ մի լուր է հասնում։ Ձեր դեմ մահվան դատավճիռ են կայացրել։ Ոչ թե դատարանը, այլ հետխորհրդային տարածքի 36 ամենաազդեցիկ քրեական հեղինակությունները ու ցուցակի գլխին երկու անուն է՝ լեգենդար Յապոնչիկ ու Դեդ Հասան։ Իրականում դա ուղղակի լուր չէր, դա մի փոքրիկ ճմրթված թղթի կտոր էր, որին ասում են պրագոն։ Ի տարբերություն, ասենք, Մալյավայի, որը կարող է ուղղակի տեղեկություն լինել, պրագոնը դե պարտադիր կատարման ենթակա հրահանգ է։ Բոլոր բանտերով ու գաղութներով է անցնում։ Ու 2009-ին իրավապահները գաղտնալսեցին այդ 5 տողանոց գրությունը։ Այնտեղ Տարիել Օնյանին տարոմականունով հայտարարում էին դավաճան։ Սա ըստ էության մահվան դատավճիռ էր։ Այսօր մենք հենց ձեր տրամադրած աղբյուրների հիման վրա կխորանանք Տարիել Օնյանի, այսպես ասած, վերջին մոհիկանի պատմության մեջ։ Սա մի մարդու մասին է, ով պատերազմ հայտարարեց քրեական աշխարհի տիտաններին, պարտվեց, 10 տարի անցկացրեց ճաղերի հետևում ու դուրս եկավ մի աշխարհ, որտեղ իր գլխավոր թշնամիներն արդեն ողջ չէին։